Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարի նման բաներ անելը։ Լուրջ չէ։ Ես չէի ուզի, որ իմ երկրի ղեկավարը ամեն առավոտ սրտիկներ ցույց տա։ Ես ավելի լավ կլիներ, որ մեր երկրի ղեկավարը ամեն առավոտ ժողովրդին ներշնչեր վստահություն, որ մենք ապրելու ենք ազատ սահմաններում, մենք ապրելու ենք խաղաղ, մենք ապրելու ենք անվտանգ եւ չի լինելու այն պատերազմները, ինչ եղան Փաշինյանի օրոք։ Այդ ցինիկությունը երկրի ղեկավարը շատ պետք է լինի լուրջ, վերին աստիճանի, որ մարդիկ էլ իրենց առնվազն եթե չկա մեկն ու մեկը իրանից մի քիչ օրինակ վերցնի, որ ասի ղեկավար ունենք։ Այն ղեկավար չի։ Այն որ ղեկավար լիներ, այսօր իր տիկնոջ հետ բաժանում միանում, չգիտենք ինչ էր ստեղծում։ Այն մարդ։ Հոգեկան հիվանդի տպավորություն ավելի շատ է թողում, քան երկրի վարչապետի։ Մանավանդ իր այն Չերչիլի ցիլինդրը։ Ոչ մի անգամ, ոչ մի լուրջ բան այդտեղ չկա։ Դա գեղեցիկ չի։ Ամբողջ աշխարհում կան ղեկավարներ։ Տեսել եք ինչ որ մեկին այդպես մի թեթևություն ցույց տա։ Մարդը պիտի մի քիչ իրան գեղեցիկ պահի, վերջը երկրի ղեկավարես, սիրուն չի։ Սրտիկը թող տանի իր ԿՊ-ին ցույց տա։ Ես ոչ մի բանի չեմ հավատալ դրան։ Չէ, դեմ եմ դրան դեմ եմ։ Ինչի։ Եսիմ սիրահարված մարդն է սրտիկ ցույց տա, ինչ սրտից պետք է ցույց տա։ Դա չեմ ուզում։ Ինչ չեմ ուզում։ Ամեն մեկը յուրահատուկ է, ինքը ոնց ուզում է թող բայ, բայց ոնց որ ասենք ինքը ներկայացնում է, ասենք հայ տեսակը, նու ջիմբոլ է, ասենք դու երկրի վարչապետ ես։ Չգիտեմ, ես ավելի ծանրակշռված մարդ, ավելի ոնց ասեմ, չեմ ուզում։ Այդ իրա ինքը իմանա լուրջ է, թե լուրջ չի։ Ուղղակի ձև է, էլի։ Ես տենց կանեմ, ժողովրդին կպահեմ, դե պահեր։ Տեսա քանի տարի ինքնավարչապետ է, դե տո պահեր։